Եկեք միասին պատրաստենք նրբաբլթի թերթիկներ առանց ձվի և կաթի։ Շատ հարմար է պաս պահողների համար։ Ընդամենը մեկ հիմնական բաղադրիչից ստանալու ենք այսպիսի ծակոտկեն, նուրբ, բարակ և թափանցիկ նրբաբլթի թերթիկներ։ Շատ մատչելի և բյուջետային տարբերակ է այս բաղադրատոմսը, որի համար մեզ անհրաժեշտ է ընդամենը գազավորված ջուր։ Ես պատրաստել եմ կես չափաբաժնով, էկրանների վրա և նկարագրության բաժնում կգրեմ մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները և քանակը։ Պատրաստելու եմ կես լիտր ջերմուկով։ Լցնում ենք տարայի մեջ և վրան ավելացնում ենք բոլոր բաղադրիչները։ Մեզ պետք է աղ, մի փոքր սոդա և շաքարավազ, բոլորը միասին խառնում ենք։ Սոդան շատ քիչ ենք լցնում, որպեսզի ուտելու ընթացքում համը չզգացվի։ Ավելացնում ենք նաև մաղած ալյուրը։ Ալյուրը քիչ-քիչ ենք ավելացնում, որպեսզի շատ պինդ խմոր չստացվի։ Իսկ եթե պինդ կստացվի, հոգ չէ, կարող եք ջուր ավելացնել։ Ավելացնում եք այնքան, մինչև ստանաք ձեր ցանկալի թանձրությունը։ Ավելացնում ենք նաև բուսայուղը, խառնում ենք և թողնում ենք հանգստանա 15-ից 20 րոպե։ Խմորը պետք է ստացվի այսպիսի թանձրության, ոչ շատ պինդ, ոչ էլ շատ ջրիկ։ Ես պատրաստելու եմ մեծ տապակով։ Բուսայուղ ենք ցողում տապակի մեջ, տարածում ենք, թողնում ենք լավ տաքանա, որից հետո լցնում ենք խմորը։ Ինձ մոտ տապակը որակյալ է և ամեն լցնելուց բուսայուղով չեմ պատում։ Եթե ձեր տապակը որակյալ չի լինի, անպայման ամեն լցնելուց առաջ բուսայուղով պատեք, քանի որ խմորը կպնելու հատկություն ունի։ Տեսեք, արդեն իսկ լցնելուց ծակոտիները ինչքան լավ արտահայտված երևում են։ Եթե խմորը մի փոքր թույլ անեք, ավելի շատ ծակոտիներ կունենա և ավելի նուրբ կստացվի, իսկ պինդ խմորի դեպքում ավելի հաստ է ստացվում և ծակոտիները քիչ են լինում։ Այս չափաբաժնից ստացվում է 20-ից 22 հատ մեծ նրբաբլթի թերթիկներ։ Քանակը կախված է տապակի և բաղադրիչների չափից։ Ահա տեսեք ինչքան հեշտ է տարածվում և ինչքան շատ ծակոտիներ են առաջացել։ Այսքան քիչ և պարզ բաղադրիչներից ստանում ենք ծակոտկեն, փափուկ ու նուրբ նրբաբիլիթներ։ Պատրաստելը ընդհանրապես ժամանակ չի խլում ձեզանից, կարող եք շատ հանգիստ պատրաստել։ Ընդամենը 1 ժամվա ընթացքում ունենում եք այսպիսի փափուկ, համեղ, նուրբ նրբաբլիթներ։ Եթե մեկ անգամ պատրաստեք այս տարբերակով, վստահ եմ, որ այլ տարբերակներով էլ չեք պատրաստի։ Տեսեք, թե ինչքան ծակոտկեն ու լավ է ստացվել։ Կարող եք ցանկացած միջուկ օգտագործել այս նրբաբլիթների համար։ Ես պատրաստել եմ քաղցր տարբերակով։ Պատրաստել եմ շոկոլադե կրեմով և բանանով։ Կարող եք ցանկացած տեսակի մրգով կամ հատապտղով պատրաստել։ Քանի որ ես մեծ տապակով եմ պատրաստել, մեջտեղից այսպես կիսում եմ նրբաբլիթը, մեջտեղի հատվածում քսում եմ կրեմը, բանանն եմ դնում և ծալում եմ եռանկյունուց ձևով։ Տեսեք, թե ինչքան լավ ստացվեց և շատ հարմար է ուտելու համար։ Կարող եք մեջտեղից չկիսել և հենց այդպես մեծ տարբերակով պատրաստել։ Այստեղ արդեն աշխատացնում ենք մեր երևակայությունը և տալիս ենք այն տեսքը, որը որ ցանկանում ենք։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսպիսի հետաքրքիր ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք, դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Մեկնաբանության բաժնում կարող եք գրել նաև ձեր պատրաստման տարբերակները։ Ես սիրով կընթերցեմ։ Այն բաղադրատոմսը, որը կտարբերվի բոլորից, ես մեծ սիրով կպատրաստեմ։ Այսպես գեղեցիկ ձևավորից հետո վայելում ենք մեկ գավաթ սուրճի կամ թեյի հետ։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։